հետևորդներ ջան, այսօր իմ առաջի կոֆեն ուզում եմ ձեր հետ խմեմ, դե մի գարունքած էլ ա, էլ ժամանակ չկա, որ առաջի կոֆեն, կոֆե պաստել անենք, դրա համար էլ արդեն հենց որ արևը տուն ա անգնում, էլ մարդ չի կարում էլի տեղերում երկար պարկած մնա, թե բա պետքա առաջի կոֆեն, կոֆե պաստել էլի։ Հիմա եկեք իրար հետ մեր առաջի կոֆեն խմենք, ով որ ծեքելահան վիրակացել, հետո ուշկու միտքը իրա գործերի միջին ա, ուզում ա բաղ ու բաղչալի, ուզում ա գործարանային կամ օֆիսային աշխատանք լի։ Երբ որ գարունքանում ա, արևի շողկերը հենց որ տուն ա անգնում, արդեն մեզանից անկախ վեր եք թռչում, հետո սկսում շփշփալը։ Հիմա եկեք շփշփալով մեր առաջի կոֆեն էփենք։ Ահա։ Ասեմ, որ մրգային աղցանել եմ ուզում անել, հենց ծեքլահան վիտամինային ռումբ է համարվում, սիրելի հետևորդներ ջան։ Ահա, ուժերը վերականգնող, իմունիտետը բարձրացնող, ահա ստեղ ինձ եմ մոտեցրել մրգերը, քանի որ այն իմ օրվա գնած մրգերի համարյա թե մեծ մասը մնում ա, միջանցքի սեղանին են պահում, այնտեղ եւս հարմար ա իմ մրգերը այնտեղ սեղանի վրա եւ ամեն անցուդարձով համ այդ բույրն եմ շնչում, համ էլ իմ աչքը շոյում ա, բայց հիմա որոշեցի, որ պետք է անպայման մի հատ թեթև մրգային աղցան պատրաստեմ, չմոռանամ կոֆեն լցնեմ, հետո արդեն արագացնեմ, մրգային աղցանը պատրաստեմ, որ կոֆեի հետ վայելեմ, այնքան տաք ա դուրը, ինձ թվում ա կգնամ դրսում կվայելեմ և այստեղ արագացնում եմ, սկզբի համար բանանը, քանի որ ամենահեշտ մաքրվողն է, կամ պոչի մասից եմ բացում, կամ էլ մյուս կողմից, չնայած չեմ սիրում, որ պոչի մասից ենք բացում, բայց ինչևէ, այս անգամ էլ այդպես և արագ մանրեցնում եմ հենց այս ամանի մեջ, որովհետև պետք է մի հատ թափահարեմ, որ համերը իրար լավ խառնվեն։ Բանանը այսպես ձեռքիս անմիջապես հավեսով ու տնավարի, արագ, այսպես, մեկ երկու և ստացվում է, մեկ էլ այ իրես թելիկները, ովքեր են սիրում, ջան, հետո արքիր միրքա, չէ, շատ, ասեմ, որ երբեմն ես թթի համ եմ ստանում բանանից, հիմա այսպես, և կիվին եմ մաքրում, հետո այստեղ կհավաքեմ, չի խանգարում, քանի որ արդեն կոֆես է սա կեփի, երևի մի քիչ իջացնեմ տակը, հա էլի, որ հասցնեմ իրար հետ, ամեն ինչ մեր ձեռքերում ա։ Իդեպ, սիրելի հետևորդներ ջան, երեկ իմ ազատ օրն էր, բայց չեմ կարողացել ձեզ միանալ և լիքը կարևոր գործեր եմ արել, խաղողի վազը էտել եմ տվել։ Ուրեմն, դե ասի չէ, որ այդպես միտքս պրպտում ա, թե ում գտնեմ, ում ասեմ, որ լավ լինի, համ իմ համար, համ իրենց համար, ու ճիշտ ա, հենց վարպետ չէր, ես սովորացրի, ու իմ ասածը ստացվեց, և որ ասի չէ, պիտի ասեմ այս կողմից, են կողմից, չէ, մի քիչ ներքև, չէ, այդ մեկը թող, են մեկը, այդ ձևով, երեկ իմ խաղողի վազը էտել եմ տվել, անցնում եմ առաջ, այստեղ արդեն խնձորը ոչ ամբողջական եմ անելու և շարունակում եմ մաքրել խնձորը, նորից ձեռքերիս մեջ երևի ավելի արագ ստացվելու համար։ Երբեմն շատ բաներ կա, որ հենց այդ ձևով էլ ավելի արագ ա ստացվում, քան թե դասկայի վրա։
Եկեք ասենք, որ կա տենց բան։ Ահա։ Այսպես։ Քանի որ խնձորը եւ տանձը սևանալու հատկություն ունեն, իրենց երկաթային բարձր մասից ելնելով, դրա համար այն երկու կեսը սննդային թաղանթով լավ կփակեմ եւ սառնանում կպահեմ։ Քանի որ արդեն գիտեմ, որ կարող եմ այդպես 2 օր պահել սառնարանում։ Ահա, սուրճը եղավ, լավ հասցրեցի, չթափվեց։ Հիմա սուրճն էլ լցնեմ, հենց այստեղ, հարմարացնելով իմ այս մասերում։ Ահա։ Ջան։ Այսպես։ Սա արդեն մի կողմ և անցնում եմ այս սիրուն յուրահատուկ տանձը կտրելուն։ Խրտ։ Այսպես է։ Նորից ձեռքիս մեջ, իհարկե, շատ համեղաբուրում և շատ քաղցր տանձ է ինքը։ Երբ որ այս մրգերի համերը իրար են խառնվում, յուրահատուկ համ առաջանում։ Ահա, ինչպես որ խառը ծաղիկների փունջը միշտ էլ յուրահատուկ բույր է, չէ՞, խառը ծաղիկների բույրը։ Նույնն էլ մրգերը։ Ահա։ Այսպես։ Կապ չունի ձևը, կապ ունի միայն, որ մի քիչ մանր կտրենք։ Ահա, այսպես։ Աչից, ձախից և ստանում ենք մեր ուզած կուբիկները։ Մեկը եռանկյունաձև, մեկը քառակուսի և ստացվում է։ Այստեղ նաև մանդարին եմ բերել, որպեսզի պայծառանա գույնը և ահա այս ձևով եմ կիսելու մանդարինը։ Քանի որ նորից կեսն եմ օգտագործելու և ահա այսպես, որպեսզի իր հյութը գնա ամբողջ մրգերի վրա։ Շատ սիրունա, չէ՞։ Այսպես։ Եվ արդեն բացում եմ հատիկները։ Նաև պայծառացնելու համար նռի հատիկներ։ Մինչև որ այսքանը կմանրացնեմ, կոֆեն էլ արդեն իսկական խմելու պահը կլինի։ Ահա։ Այսպես։ Եվ արդեն իսկ տրամադրությունը բարձրանում է։ Իսկ թե ինչպես ստացվեց այդ ֆազերի էտելը, արդեն կպատմեմ դրսից, սիրելի հետևորդներ ջան, քանի որ դրսում եմ վայելելու այս ամենը։ Ահա։ Նորից եմ այսպես թափահարում, որպեսզի ավելի լավ խառնվի իրար, և արդեն նորից տեղ եմ բացում։ Եվ լցնելու եմ այստեղ։ Ահա։ Տեսնում եք ինչքան գրավիչ տեսք ունի արդեն իսկ։ Իսկ հիմա իմ մրգային աղցանի երեսն եմ զարդարում, սիրելիներս, մյուս կես մանդարինով, այսպես։ Մյուս կեսը արդեն խառնվել է ամբողջական իր համը փոխանցելու։ Եվ սրանով էլ զարդարում եմ երեսը, որպեսզի աչք շոյող լինի իմ մրգային աղցանը։ Գիտեք չէ, որ մանդարինի գույնը նույնպես տրամադրություն է բարձրացնում։ Այսպես։ Իսկ հիմա այս ամենը տեղավորելու եմ հենց այս կարմիր դասկայի վրա, այսպես, և ուղիղ դեպի իմ արևոտ բակը, սիրելիներս,
Բայց մինչև գնալս ուզում եմ ասել, որ այստեղ նաև պատրաստություն եմ տեսնում նախաճաշելու, քանի որ մինչև աշխատանքի գնալս մի քիչ ժամանակ ունեմ եւ արդեն իսկ հասկացա, որ կարող եմ այսօր նախաճաշել, նոր գնալ, քանի որ երեք այդքան շատ էի չարչարվել եւ այդքան էլ լավ չէի սնվել, այսօր հենց առավոտվանից մոտս ցանկություն առաջացավ նաև նախաճաշ պատրաստելու ձվով, պեկինյան կաղամբով, լոլիկով եւ համեմով, իսկ հիմա արդեն շտապեմ իմ արևոտ բակը, գնացինք։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ես արդեն դուրս եմ եկել բակ, բայց մի հատ ուզում եմ ձեզ ցույց տալ, թե ես ինչքան շատ ծալամ ա առաջացել իմ էտած խաղողի վազերից, ամբողջ բակը ծալամով ա լցվել, լավ տեղը տեղին էտեցինք երեք, ճիշտ է, ես էլ իրա հետ չարչարվեցի, ուղղություն ցույց տալով, էդ էլ հեշտ գործ չէ, էլի որ ուղղություն եմ ցույց տալի, ահա, կոֆեսու մրգային աղցանս բերել եմ էստեղ եմ նստելու վայելելու, սիրելի հետևորդներ ջան, մի քիչ շտապողական եմ, քանի որ պետք է հասցնեմ այդ ամենի մեջ տեղավորվեմ, արդեն ասել եմ, որ սա իմ առավոտյան ժամերն է եւ մոտենում է իմ աշխատանքի գնալու ժամերը, դեռ պիտի նախաճաշել պատրաստեմ ձեր հետ, ահա, մի թեթև այս ձևով միացա, ահա, կակաչներս են էստեղ, այսքան մեծացել, բայց հիմա ուզում եմ ասել, որ այսքան գործը երևի այսօր չհասցնեմ, հենց այսպես էլ այսօր էլ կմնա, որովհետև այլ գործեր կան, աշխատանքից ուշ եմ գալու, ստուգումներ կան մեր մոտ եւ ես հավանաբար արդեն ուշ ժամի կգամ տուն։ Դրա համար չեմ հասցնի այսքան գործը անել։ Ուղղակի միացած ձեզ, ասեմ, որ սա էլ եմ ավարտել եւ հիմա բարձրացնում եմ իմ տեսախցիկը եւ ցույց եմ տալիս գեղեցիկ էդված վազերը, ահա, խնդրեմ սիրելիներս, օրը շատ պարզակ, կապույտ երկինք և ջերմ արև, և ահա, այս էլ մեր կատարած աշխատանքը այս կողմը և այդպես, այսքան բարձրության վրա գործ անելը ինձ մի քիչ թույլ տվեց, որ զգուշանամ, ռիսկի չդիմեմ, 5-6 մետր բարձր է գետնից, դրա համար էլ արդեն ինձ օգնող ձեռք էր պետք և ստացվեց, ահա սիրելիներս, այն կողմը նմանապես, ահա խնդրեմ գեղեցիկ ձևով, էդված է, հետո այս կողմը, արդեն հանգիստ եմ, մնում է եղանակը լավ լինի, ցրտահարություններ չլինեն և իմ խաղողի վազը բողբոջի և բերք տա մեզ։ Իսկ հիմա սուրճս վայելեմ ու անցնեմ մյուս գործերին, մի քանի մաքրություն կա տանը անելու, ապա նոր նախաճաշին կանցնեմ։ Այսպես, սիրելի հետևորդներ ջան, ուրեմն կոֆեսու մրգային աղցանը վայելելուց հետո եկել եմ տուն, դե մեր համար գործը միշտ էլ լինում է, հավաքել եմ տները, փոշիները վերցրել, մի քանի այդպիսի նմանատիպ գործեր եմ կատարել, շատ եմ սիրում, երբ որ տնից դուրս գալուց առաջ տունս մաքուր է լինում ու երբ որ դրսից տուն եմ գալի, ամեն ինչ փայլում է եւ ամեն բան իր տեղում է լինում, արդեն շատ հեշտ եմ լինում եւ արդեն միտքս ուղղվում է դեպի դրսի գործերին։ Հիմա պատրաստվում եմ իմ նախաճաշին, այսպես, տաքացնում եմ թավան, օй, գազ չկա, ահո, գազերը տարել են, մի քիչ է, այ քեզ թարսություն, ահա սիրելիներս, խնդրեմ այսպիսի պահեր ևս ունենում ենք և դե ոչինչ, այստեղ ինձ օգնության կհասնի էլեկտրական բաժինը այստեղ միացնեմ, ահա, այստեղ էլ կլինի ուղղակի
Չգիտեմ, արդյոք իմ ուզածը կստացվի, թե ոչ, ինչևէ, ես պատրաստվեմ, ահա այսպիսի առավոտներ նույնպես լինում են և երբեմն այս ժամերին տանում են գազերը, ուսամ լույսը և ջուրը դեռևս տեղում կլինեն, այստեղ ես ուզում եմ իմ ձվածեղը ռեդի յուղով պատրաստել և արդեն իսկ մի փոքր ավելացնեմ, ահա, այսպես, պետք է որ լավ ստացվի, այս կողմն էլ է շատ լավ լինում, ուղղակի մի քիչ ուշ կտաքանա, իսկ ես շտապում եմ, հենց այլ, երբ որ արդեն ինչ-որ մի բանում ուզում ենք արագացնենք, մեկ էլ տեսնում ենք, մի այնպիսի կրիտիկական պահում, ինչ-որ մի բան այնպես չի լինում և արդեն գործերը ուրիշ հունով են ընթանում, ինչևէ, չեմ հուսակտրվում, քանի որ հավեսով ուզում էի ձվածեղ անել, ահա, ոնց որ թե յուղը արդեն տաքանում է, ուրեմն հույս կա, սկսեցինք, մի քանի պետինյան կաղամբ, նախորոք ընտրել էի, ամենանուրբ թերթիկները, սիրելիներս, և սկսում եմ երկարավուն մանրեցնել, ահա, հնարավորինս, որ գեղեցիկ ստացվի իմ ձվածեղը, այսպես, Սիրելիներս նաև կտրելու եմ այս պոչիկի հաստ կողմերը, քանի որ ձվածեղի մեջ արդեն ինքը փափուկանում է, այսպես, ամենատած աղցանների ձվածեղի մեջ չի խանգարում, հատկապես եթե հնարավորինս բարակ շերտերով ենք կտրում, շատ սննդարար է և շատ օգտակար, ես կասեի ամբողջ օրը կպահի, ամենավերջի մասը արդեն թողնում եմ հավերիս, այսպես, սա պատրաստ է, հիմա ձուն եմ կոտրում, այսպես, լավ է, շատ լավ է, մի քիչ ուրիշ ձևով էի ուզում պատրաստել, բայց մտածեցի այդ տարբերակով չի լինի, դրա համար արդեն որոշեցի ձուն խառնել, ոչինչ, մյուս անգամ էլ կանեմ այն, ինչ որ որոշել էի այսօր պատրաստել, չի խանգարում, լավ հարելուց հետո մի պտղուն ծաղ եմ ցանում, ահա, միշտ սիրում եմ, երբ որ ձվին առանձին աղ եմ ցանում, այսպես, հիմա կանաչին, քանի որ պետք է կաղամբի հետ ավելացնեմ, լոլիկները վերջում զարդարանքի տեսքով կլինեն, այսպես, կապ չունի խոշոր թե մանր, ըստ ձեր ցանկության, եթե ձեզ դուր կգա այս տարբերակը, ահա, հնարավորինս փորձենք օգտակար սնվել, սիրելի հետևորդներ ջան, և շատ չծանրաբեռնել մեր օրգանիզմը, այսպես, հիմա արդեն լավ տաքացել է և լցնում եմ, մի փոքր տարածեմ, այսպես, արագ-արագ կանաչին և կաղամբը, շատ գեղեցիկ է ստացվում և կարծես թե արդարացնում է նաև էլեկտրական պլիտան գազօջախի վրայի, հետո մի քանի լոլիկ, էլի արագի մեջ, 4 հատը բավական է, մոտեցնեմ ինձ, մի տեսակ շփոթություն առաջացրեց գազ չլինելը, բայց
շարունակում եմ իմ ուզած ձևով առաջ տանել գործս, որպեսզի համեղ նախաճաշ վայելեմ, այսպես, շատ սիրուն է, մի քիչ արագացում եմ, որովհետև պետք է պափարիչը փակեմ, նաև մի թեթև աղցանեմ այս ամենին, շատ եմ սիրում, երբ որ պտղունցով ենք աղցանում և փակում։ Հուսամ ամեն ինչ իմ սրտով կլինի, սիրելի հետևորդներ ջան։ Թեպետև կափարիչից երևում է, որ շատ սիրուն է, բայց եկեք մի հատ բացենք, այսպես, ջան, ցնցող տեսք ունի ուղղակի և շտապում եմ նորից փակել, քանի որ գոլորշին կանցնի։ Ահա, 1-2 րոպե և իմ նախաճաշը պատրաստ կլինի։ Սիրելի հետևորդներ ջան, այս ընթացքում ինձ եմ մոտեցրել գեղեցիկ ափսե, ահա այստեղ եմ տեղավորելու և գեղեցկացնելու իմ նախաճաշը։ Ափսեները նույնպես շատ մեծ նշանակություն ունեն, երբ որ մենք սնվելու ընթացքում օգտվում ենք գեղեցիկ ափսեներից, նույնպես ստանում ենք գեղագիտական հաճույք և այդ մեր վայելած մի քանի պատառից ավելի ենք հավենում, ավելի ենք բարձր տրամադրություն ձեռք բերում և շարունակում ենք մեր օրը ապրել գեղեցիկ ու հրաշալի ձևով։ Իսկ հիմա շտապել վերցնել, չլինի թե հանկարծ հիմա էլ այրեմ և անջատում եմ։ Ահա, ջան, այսպես, ընտիրություն ուղղակի, ուզում եմ այսպես մոտեցնել և ցույց տալ տեսքը, խնդրեմ սիրելի հետևորդներ ջան, և արդեն իսկ կարող եմ այստեղ տեղավորել և կիսելով վերցնել, այսպես։ Այն որ հացի խմորի վրա խաչ եմ քաշում, այդ ձևով խաչ եմ քաշում, որպեսզի մաս կարողանամ վերցնել, ահա, այսպես, մի փոքր նուրբ աշխատանք է պահանջում, բայց, ահա, սիրելիներս, նորից եմ մոտեցնում, խնդրեմ, ահա, այսպես, չեմ ուզում իր ձևը կորչի, իսկ սիմոճկան դրսում է և արդեն հոտն առել է, ահա, իհարկե, իրեն էլ եմ բաժին հանելու այս իմ համեղ նախաճաշից, այսպես, ահա, զգուշորեն և նրբորեն, շատ եմ սիրում, որ ամեն մի նրբության վրա ուշադրություն եմ դարձնում և ուզում եմ ամեն ինչը ինձ ենթարկել, այդպես չէ, պետք է, այո, ամեն ինչն էլ մեզ ենթարկենք հնարավորինս, ահա, շատ սիրուն եղավ, շատ, ահա, այս մեկը, օգնության է հասնում իմ փայտե գդալի շերեփը, որպեսզի գեղեցիկ վերցնեմ, սա էլ ստացվեց, ջան, մնաց մի քանի փոքր կաղամբիթեր, սա էլ վերցնեմ և կենտրոնում տեղավորեմ, մի փոքր գեղեցկացնեմ, ինչու չէ, Սիրելի հետևորդներ ջան, ահա այսպիսի առավոտ ունեցա, ասեմ, որ վայելելու եմ լավաշով, որը նորից ինձ եմ մոտեցրել այստեղ է, Սևանի լավաշն է, որը մեր գյուղը ստանում է հենց այսպես կտրած վիճակում, հիմա լավաշներիս էլ գեղեցիկ տեսք տամ, ահա, այսպես,
Հիշում եք այն տատիները, որ սեմուչկա էին ծախում, փողոցներում նստած և այսպիսի թղթե կուլոկներ էին պատրաստում, ահա, այդ ձևով եմ վայելելու, ահա, շատ հետարքիր է ստացվում, այս մեկն էլ, նույն ձևով, ստացվում է ընտիր նախաճաշ, սիրելի հետևորդներ ջան, համ թեթևա, համ առողջարարա, համ էլ ամբողջ օրը կպահի աշխատավայրում, իսկ թե ինչու եմ տեղավորում հենց ձվածեղի ափսեի մոտ, որովհետև շատ եմ սիրում, երբ որ լավաշը թուլանում է ուտելիքի գոլորշուց, ահա, սիրելիներս, այսքանը, իսկ հիմա սիրելի հետևորդներ ջան, այս համեղությունը այսպես ձեռքս եմ վերցրել և նորից շտապում եմ իմ արևոտ բակում վայելել, քանի որ եղանակը տեսակ, որ ինչքան հրաշալի է, եթե ձեզ դուր եկավ այս տարբերակը, անպայման պատրաստեք, չմոռանալով օգտակար հատկությունների մասին, իսկ եթե հանկարծ ձեր գազերն էլ են տանում, ապա մի ճար ու հնար գտեք այդ պահին, չի հիասթափվեք, չկոտրվեք և անպայման ձեր ուզած պահին պատրաստեցեք, ահա, խնդրեմ, սիրելիներս, ձեզ հիմա ասում եմ առայժմ, մինչ հաջորդ վլոգ։